Լևոն Տեր-Պետրոսյանը բազում հարցերի պիտի պատասխանի եւ այդ հարցերի հարցը նա է, թե ինչու ինքը հրաժարական տվեց։ Ինչու հրաժարական տվեց։ Եվ հետո էլ հրաժարականից հետո պնդում է, որ եթե ինքը հրաժարական չտար, քաղաքացիական պատերազմ էր լինելու երկրում։ Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա միայն մի խնդիր ունի՝ արդարանալ։ Արդարանալ իր արածների ու իր չարածների համար։ Արդարանալ այն փաստի համար, որ իր նախագահության օրոք արժեզրկվեց հաղթանակը, եռաբլուրի գնով ձեռք բերված հաղթանակը, այդ հերոսական հաղթանակը արժեզրկվեց, մենք չհասկացանք, որ մենք հաղթել ենք եւ մենք պիտի թելադրենք, ոչ թե մենք պիտի գնանք ու Ադրբեջանի հետ ինչ-որ չգիտեմ ինչ հրադադար կնքենք ու այդ հրադադարից երջանկանանք, այն պահին, երբ մենք պիտի կապիտուլյացիայի ակտ կնքեինք։ Ինչու այդպես արեց, որտեղ Ռուսաստանից նրան թելադրեցին կապիտուլյացիայի ակտ, որտեղ Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէր Հայաստանի այդ հաղթանակը։ Պատերազմը կավարտվեր, ինչի մասին էր խոսքը։ Ոչ, ստատուս քվո էր պետք, ստատուս քվո, որովհետեւ Ադրբեջանը կարողանա ոտքի կանգնել եւ մեր գլխին բերի այն, ինչ որ բերեց 2020-ին։ Այդ 2020-ի մեղավորներից մեկը Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ, Սերժ Սարգսյանը ավելի շատ, բայց առաջին մեղավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է, Լևոն Տեր-Պետրոսյանն է,